Հիշում եք, որ 1996 թվականի ընտրություններին, երբ ասում էին, եթե ընդդիմությունը 100% ձայնել ստանա, իշխանությունը չենք տալու։ Արդյոք նույնը չի Փաշինյանի արածը, որտեղ տվյալները չհրապարակած ինքն իրեն հայտարարեց հաղթած։ Ես էլ չեմ դա ընդունում։ Որ 2 ժամ հետո, եթե քվեարկության ընդամենը 15 կամ 20%-ն է, ես էլ չեմ դա ընդունում, որ ճիշտ է։ Դե ինքն ասում է, այդպիսի պրակտիկա կա, համաշխարհային պրակտիկա կա, բոլորը հայտարարում են։ Ինքը այդպես ասում, բայց ես դա չեմ ընդունում։ Ինչու՞ Փաշինյանի որտեղ կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի հայտարարի արդյունքները, ինքն ասել է, չէ, սխալ է։ Ճիշտ։ Իսկ ժողովուրդը ընդեն չէ, հայտարարեն։ Լսի, կենտրոնական հանձնաժողովը ով է, որ չգրի։ Ով է դրան նշանակել։ Կաս ասես։ Դուք ասեք, Դու ես քաղաքից գալի, լրագրողը դու ես, ես շատ գիտեմ։ Հետո որ նշանակ է ականջից կբռնի, կտանը գիտես, չէ՞ որտեղ։ Ով է դարել, ինչ որ ասեն են տյանինա։ Բայց մի բանը գիտեմ, որ լավ բան չի սպասում նաղդի, այն ինչ որ միջև ընտրություններից հետո ոչ մի ասած ուժի մեջ այդ ավատ։ Որ ես ասար թանկություն դառնում։ 2 օր առաջ զունարել եմ 70 դրամ, այսօր 79 դրամ։ իրավապահ մարմինների նկատմամբ ես երբեք վստահություն չեմ ունեցել, ոչ խորհրդային տարիներին, ոչ հիմա։ Ինչ ասած կարող են ասել։ Հեռախոսդ վերցնում են, ամեն ինչ վերցնում են, քեզ դնում են ռեպրեսիայի տակ, էլի վախեցնում են, իսկում են, ինչ իմանամ իրենք ինչ են որոշել ու գալիս են տանում են։ Ես վստահություն չունեմ։ Բայց դուք Փաշինյանն ասավ, ես անգամից եմ չեմ գողանա, ձեռքս կկտրեմ, քվե չեմ գողանա։ Կտրելա ձեռքը։ Կտրելա։ Դեռ չեմ տեսել կտրած ձեռքը։ Կտրին ժամանակ ուրեմն։ Եղել է նման։ Հիմա Նիկոլ Փաշինյանի արածը նույնը չէ, ես 2 ժամ հետո ինքը իրան վարչապետ հռչակեց։ Այո, լավ կենտրոնական հանձնաժողովը ոչ մի հայտարարություն չէր արել, ինքը հայտարարեց, որ արդեն իրենք հաղթել